Բանում եղավոր չի, գիտեմ, որ Արայգի եղբայրն է, որ իրանք հերոսին այդքան ազմ են թափել, այդ 4 օրյա պատերազմի նորից երկու եղբայրերով առաջի օրվանից են եղել, հիմա իրանք անհիմն են, որովհետև իրանք ծախված են թուրքերից, ինչ ուզում են ես ուրիշ ոչ մի բան չեմ ասել, երևի որոշել են Հայաստան առած հայերի հանձնել թուրքեր, այդքան մի բան, հիմա հանձնել են, թե չեն հանձնել, թե ստորագրված է, թե չէ, այդքանը գիտեմ, մենակ գիտեմ, որ այդ գրավյալ տարածքները ծեր գործիների առողջական վիճակի մասին գործիների առողջական վիճակը շատ բար, էլ չեն ծիգվի տեսնելու, անհիմն տեղը մրդել են ընդեղից տարել են, որ Արայգի եղբայրն կամ ոչ մի բան, Արայգին ամբողջ աշխարհն է ճանաչում, ինձ ամեն օր ընդեղանքի զանգեր են տալիս, որ մայրիկ չանք ճվես, ու բոլորս Արայգին, իր անունով իր նկարով մայկաները հագնել են, երոտատեսության մեջ միշտ հագնված, ասում են, մենք Արայիկն ենք, դու հպարտել, որ այդպիսի երոս տղաներ։ Ես բոլորից էլ շնորհակալ եմ, բայց միայն երեխեքին առողջական վիճակի համար ինչ ասեմ, այնտեղ սնայպերով ուզեցել են, որ Արայիկից գլխին խփել, սնայպերը սենց անցելավ թեփիճան։ Հետո երկրորդ անգամ ինչ-որ անգոտաչու սարք են ուղարկել, բացի դրանից էլ վերևից խփել են նորից իրա են միավոր որդին, որը տարիներ առաջ մի քանի 6-7 տարի առաջ է ասումները ձեռքից վայրել։ Հիմա ինքը միշտ ասել է Ղարաբաղի էությունն է, իմ ազգը, իմ էությունն է, ես իմ ազգի պաշտպան եմ։ Դե հիմա իրանք եթե գնահատում են ազգի դավաճան, իրանք հետ են համեմատում, ես էլ ուրիշ ասել եմ։ Ես այո ասել եմ լեզի բնակարան են տվել, այդ բնակարանն էլ կհանձնեմ իրանք, այդ կոչումներն էլ կհանձնեմ իրանք, ես որպես հերոս մայր ստացել եմ բնակարանի ձեռքից, իսակը ծովական իսակով մեդալը, որպես հերոսի մայր, այդ պարկերներն է բոլոր իրանց երկրապահից մեդալ ունեն և ունեն բազմազավակ մեդալ, ես ունեմ 5 որդի 4-ը մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, մեծ տղա զոհվել է, Արայիկս ծանր վիրավորված, Արարատս 9 այլոց, նրան բավշի առողջություն չկա, 5 հատ ավտոմատիկ ուլը փորից են հանել, իմ երեխիս խորի վրեն է, ունի ոտքերից սպազնով վիրավորված դում, երբ որ վերում են ամեն մեկին, ես չգիտեմ, թե ես ոնց եմ գումացել, երև ինձ ասված է պահում, որ ես իմ երեխեքիս առողջ տեսնեմ նոր գերեզման գնամ։ Այս ընթացքում պաշտպանության նախարարությունից կամ Ալզավ Սեյրան Օհանյանի խոսակցությունները բոլորով ոչ մեկից ոչ չգիտեք, չեմ ասել։ Եվ դատարանից ինչ եք սպասում։ Դատարանից եթե նորմալ մարտերնի դատավորը կսպասեն, որ իմ երեխեն անհիմն տեղը չեն խաղում։ Ուրեմն ենքան անճար էին այդ մարդիկ, որ իմ երեխից վիճակն դենց իրանք չէին կարող բերեն դատը որոշել։ Իմի տեսնից ինչ են որոշել, ինչ բանի տակ հոդվածներ են դնում, որ կարենան դատապարտել։ Իրանք աշխարհի կողմից դատապարտված են, ես ուրիշ ոչ բան չեմ ասել։ Ամբողջ աշխարհի երեխեքի կողքին է, որովհետև ամբողջ գրքերում, թերթերում, ամբողջ Ղարաբաղի ծառայող զինվորների չաստերի ճակատին իմ Արայիկիս նկարն է դպրած եղել, որոնք որ երեխեքը մի հատ լեռնեն են դիմել են Արայիկին ու Արարատին։ Իսկ փաստաբանի միջոցով ձեր որդիները ինչ-որ բան ձեզ փոխանցել են։ Չէ, փաստաբանների միջոցով ես ոչ մի բան չեմ իմացել, գիտեմ, որ ես լսեցի, որ երեխեքի վիճակը շատ ծանր է, բայց իրանք հոգի մեծ եղել մի բան պատճառաբանում կամ երեխեքից վնասել, այդ արդեն վերև Աստված թողալի ինձ ասել։ Ես ոչ մի բան չեմ ոչ Աստված է, ոչ էլ ես մենակ երեխեքին տեսնեմ, իմ համար ու ես շնորհակալ եմ բոլորիցը, թող իմ երեխեքս լավանան,
առողջ դառնան, գոնե կարենան իրանց ընտանիքների գլխին կանգնել, ես այսօր կամ վաղը չկա։ Երեխեքս առողջ լինեն, ազատվին ես հանցագործների ձեռքից։ Իրանք հանցագործել